Կոֆե խմողներ, հավաքվեք, իմ լավ կոֆեն եկել է, նորություն չի, դուք էլ կոֆե պատրաստեք, միացեք ինձ։ Բարի լույս հետևորդներ ջան, բարևներ, կոֆեասերներ ջան, գիտեք ինչ եմ մտածում, որ կոֆե խմողների թիվը չխմողների թվին հաստատ կգերակշռի։ Այն կարող է 100-ի մեջ մեկը, որ կոֆե չխմի։ Բա սիրելի հետևորդներ, դե կոֆես էլ պատրը միացնեմ, խմեմ, որ գնամ աշխատանքի։ Այսօր մենակ եմ կոֆես խմում։ Աշոտը, Մերին, բոլորը Լիլիթը, բոլորն է քնած է։ 6-ից արդեն տենց 40 լուսանում է, լույսա, նոր ուզում եմ լույսը բացվի, հեսա շուտով լիովին արդեն են ժամը 6-ին լույս կլինի։ Ձեն ուշադի նայնը։ Ող եղավ, ամենահամեղ կոֆեն եղավ, սիրելի հետևորդներ, ամենահամեղ կոֆեն։ Հիմա կոսեք կոյնազեն կոնես երցնում, կոֆեյա էլի, բայց դե հասարակ մի բանն էլ, որ հավեսով, ասել խոսելով խմում ես, շատ լավ է լինում։ Ահա տեսեք, երեկվա գործերս կիսա թողած և Նազոն էլ պետք է նստի այստեղ այս գեղեցիկ փաթեթների մոտ կոֆե խմի։ Համեղ կոֆե։ Ձեռքերս էլ ֆլոմաստերով որ գրել եմ, ինչքան էլ լվացի մնացել։ Դրա համար էր այն օրը կատակում Աշոտը, ասում է, ուզում ես աշխատանքի չեթաս, չգնաս։ Բա, ուտել Աշոտի կատակները, իրոք որ հանկարծ գրեր, երևի կմնայի տանը։ Խմեցի, լավ արեցի, ելնեմ պատրաստվեմ ու ուղիղ գործի։ Եղանակն էլ չի տաքանում էր։ Երեկո Աշոտն ասում է, մամա, հողամասում մնաց, գործ չարեցինք, ասում այ տղա ջան, արև է լավ, տաք է լավ, մենք էլ գործ չարեցինք, մի ժամ էլ օրվա մեջ գնանք, կհասցնենք։ Տաք չի անում։ Գետինը պաղ է, պաղ։ Սիրելի հետևորդներ, մամայի համար սարքում, ավա ճիշտ բոլորիս համար սարքում եմ կոֆե։ Արդեն երեկո է, պատկերացրեք սիրելի հետևորդներ։ Մաման շատ է հոգնած։ Աշխատանքից եկել եմ, Աչքերը չի բացվում։ վազել եմ պոչտա, առաքումներն եմ կատարել, պատվերները ուղարկել եմ ու եկել եմ հոգնած, նորից նստել եմ պատվերներ եմ գրանցում և Մերին ասեց, ինչ ասիր։ Ասացի, սարքեմ քո համար կոֆե խմես, արթնանաց, որ մի ռեյս է աշխատես։ Քիչ եմ աշխատել։ Քիչ եմ աշխատել։ Բայց պաղպաղակ չուզեցիր, ինչպես։ Դուք վերցրեցիք, չէ, ես այն քենդիեն ինչն էր երեք, որ խմեցին եմ շատ հավան է։ Կապուչինո, շատ համով էր քենդի, կապուչինոն, 1000-ից մի բան եմ հավանում։ Բայց դե ինչ անենք, նաչարը կուտի բանջար, այդպես են, չէ ասում։ Այսինքն ճարահատված մարդը կուտի բանջար, մթոն բանջարն էլ վատ բան է։ Շատ է համով խոտեր են։ Լիլիթին էլ պատրաստի, բոլա ճրճռացնես, Լիլիթ քցի, քիչ մնաց փոխն է խառնես։ Да, прумни попадать. Հետ էլ խառնի Մերի։ Քիչ լսնես մեր
Вообще դու պետք է չխմես։ Խառնի, աշը ուր աշոտին է կանչի, տղաս էլ ինձ հետ հոգնել է։ Լիլիթ աշոտին կանչի թող գա։ Աշն էլ տանն էր պատվերները գրանցում։ Մի խոսքով այսպես ծանր աշխատանքային նոր, բայց այս կոֆեն խմեմ Դե գիտես, իմ դրած կոֆեները ժրացնում են մամա ջան, որ մի ռեյսել աշխատում։ Այո։ Դա աշկերը տա բոմ։ Հա, աշկերս իմ այդ որ վատ եմ ելնում, հոգնած եմ ելնում, երևում է աչքերիցս, սիրելի հետևորդներ, աչքերիցս է իմ հոգնածությունը երևում, աչքերս փակվում են։ Քանի որ հիմա հարմար առիթ է, սիրելի հետևորդներ, Տեմուից մի երկու ապրանք են, այսինքն ահագին ապրանքներ են պատվիրել, ու տենց մաս է գալիս։ Այս ապրանքը, որ եկել է, ուրեմն սա այն, որ պետք է առաջինը գար, դրանից շուտ է տեղ հասել։ Դե տեսակ Լիլիթի համար ջինսը շալվար էր աստղներով, շատ լավ որակի ու մատչելի գին։ Ընդամենը արժեքը 2000 դրամ էր, որակն էլ գերազանց։ Զոնցիկս պատվիրել։ Լիլիթը Հիշում ես մեր զոնցիկը 2 մետր։ Վերցում է երաշտական էի տանում բել։ Այն ժամանակ չկար զոնտիկ, թե որտեղից էին ճարել, մերի զբոյին էր մի մետր։ Ուրեմն զոնտիկ ենք պատվիրել, փոքր զոնտիկ են, որ պայուսակի մեջ տեղավորվի, բայց այս զոնտիկից հարցերը ոնց որ թե Լիլիթը լուծել է։ Հա, մի անգամ էլ էի պատվիրել, մեկ օր տևեց, Լիլիթը այդ զոնտիկը վերցրել ու փչացրել էր, ահա, այնքան թեթև է, հարմար է, որ ասեն որակը շատ տենց գերազանց որակա չէ, բայց դե հարմար է պայուսակի մեջ պահելու, այն որ հանես ու անձրևից պաշտպանվես, վատը չի, Էժան, իչքան ենք առել, ոնց որ թե սա 800 դրամ էր, իչքան էր, ես ունենք մենք, անձրևանոց մենք ունենք, ուղղակի հա, էսի, գիտես ինչ համար պատվիրեցի, մերի, որ փոքր է, պայուսակների մեջ հարմար է, պայուսակի մեջ հարմար է պահելը, խմեմ ու խոսեմ, սկսել ենք անձրևանոցներից, այն մի անձրևանոցը, սա ինչ է, ահա, սա էլ այսպես ցելոֆանից անձրևանոց են, որ դաշտ գնանք, սարը բարձրանում ենք, հելնում ենք մանդակ քաղելու, բարձրանում ենք, մեկ էլ է ձնախառը կարկուտը, անձրևը գալիս է, մեքենան էլ մոտ չի, որ վազես նստես, եթե սարը բարձրացար, հետո անձրևից վախեցար, իջար, էլ սպանես սարը չես հելնի, հոգնում ես, ահա որ բարձր սարեր են, դրա համար միշտ վերցնում ենք, եթե չի էլ եղել, ցելոֆան ինչ-որ մի բան վերցնում ենք, հենց անձրևը գալիս է, պատը սպարվում ենք, այնտեղի եղանակն էլ կարող է պահի տակ անձրևել, մառախուղ, բայց մի 10 րոպե հետո բացում է, արդեն անգիր գիտենք, դրա համար վերցնում ենք մեր հետ, մի քանի րոպե այդպես հագնում, անձրևի տակ խշխշում, կանգնում, նույնիսկ կարող ենք անձրևի տակ բանջարել հավաքել, չենք թրջվում, իհարկե սարերում նաև մենք հագնում ենք ռեզինե սապոգներ, Տեմույում կար, մինչև որոշեցի պատվիրեի, իմ ուզած այդ չափը, ռազմերը վերջացել էր ու ես այդ սապոգն էի հավանել, որ ես վերևի մասից ցենց ձգվում է թելերով, դա էլ է լավ, որ անձրև ձյուն չլցվի ոտերիդ, տենց թրջվի ու
Նաև ինչու՞ չէ փշերը, այդ խոտերի քյոլոքյոսի միջով գնում ես, այդ սերմերը բան պոկվում, ընկնում են սապոկից, ոտքը ծակում են, քայլելուց խանգարում են։ Դա միայն դաշտ գնացող մարդը կիմանա իմ ասածները։ Շատ հարմար է թեմույով պատվերներ անելը, առևտուր անելը, մատչելի գներ, լավ ապրանքներ, իհարկե անորակ բաներ էլ են լինում, բայց դե որ վերցնում եմ, եթե որակով է, ասում եմ որակով է, անորակ է, ասում եմ անորակ է։ Սա մովի մկրատ, այնքան հարմար է, թեթև, փոքր ու հարմար, այն որ չես ձեռք չի ցավեցնում, մենք ունենք ծանր, ասենց ձեռքերիդ մեջ մի քիչ բռնում ես, ձեռքդ հոգնում է, բայց սա շատ լավն է, Աշոտն ասում է, մամա, ես ինչ լավն է, ես ասիմ, հա, զգույշ կօգտագործես, չտանես գլուխը ուտես, շատ լավն է, կարելի է էլի պատվիրել, այնքան էլ էժան էր, 500 քանի դրամ, այսպես, ես էլ բարով օգտագործենք, հողամաս կտանենք, հենց մալինաները կետենք, խաղողները կետենք, և մինչև սրան անդրադառնալը, սիրելի հետևորդներ, մի բան ասեմ, մարդ ես, բոլոր մարդիկ էլ սխալական են, շփոթվում են, եթե հանկարծ ինչ-որ մեկի պատվերը տեղ չհասնի և նա գումարը ուղարկել է, խնդրում եմ առանց ամանչելու ինձ տեղյակ պահեք, որովհետև այնքան շատ են լինում փոխանցումները, մեկ-մեկ որ ասում եմ նկարեք, ուղարկեք, մտածում են չեմ վստահում, բայց ոչ, դա վստահության համար չեմ ասում, ուզում եմ ինձ մոտ լինի ապացույցը, որ ես նայեմ, տեսնեմ այս մարդը փոխանցել է, ես նրա պատվերը տվել եմ, չեմ տվել, այսօր մի փոքր թյուրիմացություն եղավ, մեկ տուփի վրա Աշոտը հասցե չէր նշել, տորոնի արմատներ էր ու հիմա ես ամբողջ օրը տանջվում եմ, մտածում եմ ով է գումարը տվել, ես չեմ փոխանցել, եթե հանկարծ կլինի, ինչ որ մեկը գումար տվել է, ես չեմ փոխանցել, իմացեք, որ դա դիտմամբ չեմ արել, պատահական է եղել, բայց եկել եմ բոլոր այդ գրածները, անուն ազգանունները գրել եմ, ստուգել եմ, հատ առ հատ նայել եմ, ինձ թվում է, որ թյուրիմացություն չի եղել, ինձ թվում է, որ Աշոտն է այդպես լցրել ու դրել, եթե հանկարծ էլի եմ ասում կլինի, ամոթ չանեք, չմտածեք, որ 1000 դրամ է, լավ, ոչինչ, ոչ, բոլորովս էլ այդ 1000 դրամը գումարը չարչարանքով ենք ստեղծում, ձերը օթից չի ընկնում, ես էլ գետնից տենց չարչարանքով քաղում եմ, հավաքում եմ դաշտերում, ոչ, դուք էլ եք չարչարվում այդ 1000 դրամը աշխատելու համար, ես էլ եմ չարչարվում, այնպես որ ամոթ չանեք, եթե պատվիրել եք, գումարը տվել եք, մարդես այնքան շատ են գրում, կարող է չտեսնեմ, ներող կլինեք նախապես, բայց խնդրում եմ տեղյակ պահեք, սա բարձրաձայնում եմ, իմացեք, այսպես, և այս ինձ համար եմ պատվիրել, այնքան է լավն է, ուղղակի հոգնոց եմ սիրելի հետևորդներ, թե չէ մեծ սիրով կհագնեին, դուք կտեսնեք, բայց ոչինչ, մի երկու օրից կհագնեմ սիրուն և կտեսնեք, լավն է, թե ոչ, իմ դուրը շատ եկել է, իմ հագով է, Մերի դու եկ է տեսել ես, Մերի, ասում եմ շալվարս տեսել ես, նայ, տեմույից եմ պատվիրել, դադամ, լավն է, հը,
Ճղած, օրճոճություն, խայտարակություն։ Դու ես ասում տղաց ինչ է որ հոգն։ Իա, ես սիրել եմ։ Միշտ թողել եմ։ Իա, ես չեմ թողել, որ դուք հակել եք, հոքեյ, այնպես չի, որ բանա։ Մի հատ հավեսին ջինսը շալվար, գինն էլ շատ մատչելի 2500 դրամ, բայց ինչ վատա, պարտադիրատ Օրինակ ես 2500 դրամով նասկի եմ առել։ Ո՞նց ես դու 2500 դրամով ամեն ինչ առնում։ Ես դա չի ամնա։ Ես սիրում եմ մաչը, ինչ վատա, նույնը պիտի առնեմ 12500, Տեմուից առել եմ 2500 դրամ, որակը ընտիր, ենքան սիրուն սազում է, ուղղակի մի քիչ երկար է, այսպես կկտրեմ ու սաս թելեր կանեմ, ընտիր, մոտիկից հեսա ցույց տամ, այսպես ես ծնկի մասն է մի քիչ քրքրած, դե ոչինչ, մի քիչ էլ ընտեղ։ Դու ջայել ես ասում։ Այո, հագուստը, ահա, տեսեք ինչ լավն է, սիրելի հետևորդներ, շատ լավն է, ահա, եմ որ իսկը իմ հագով, որակը, ինչա, թե չէ որ էժանա պիտի եսիմ ինչ լինի, հագի, մաշվավ, փոխի, 10,000-ին կարող եք 4 հատ պատվիրել, շատ սիրուն է, գույնը, ձևը, հեսա տաքերը ընկավ, ես կհագնեմ, որակը, կարնել, որ ասեն, կարող է մտածեն, ոյ, կարերը լավ չի, լավ կարված չի, ոչ, տեսեք, սովորական, ինչպես որ մյուս ջինսը տաբատները, շալվարները, սա էլ իմ Տեմուի ապրանքը, իհարկե էլի է գալու, էլի սիրուն հագուստներ եմ պատվիրել, ես էլ մոտիկից ցույց տամ, տեսեք, ահա, ինքն լովնո, թեթև, են որ ձեռքդ չի ցավեցնում, սրանց արտիկուլները չէ, վրաները չկա, որ գիտեմ, հեսա կգրեք նազ արտիկուլ, իմ էջով չեմ պատվիրում, դրա համար չեմ իմանում, ես էլ սենց, դե ոնց բացեցիր, ասա, հավաքի գնա, սիրուն ծալի, լայն, ես սիրում եմ լայն շալվար, առաջ միշտ շալվարներ եմ հագել, հիմա էլ սիրում եմ լայն շալվարներ, հետաքրքիր է, չէ, մարդու ճաշակը փոխվում է, ահա, ինչ էլ առել ենք, հեսա կգրեք նազ շնորհավոր, ուրախությունով, ես էլ նախապես ասում եմ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ, ես էլ որոշեցի, որ Զատիկի հետ ցորենը ցանենք, բայց ցորեն չեմ ցանում, այս տարի կտավատի սերմեր եմ ցանում, և այս տենց բարձր սիրուն վազի մեջ եմ ցանում, այսենց պոչով սիրուն վազա, որ սիրուն վերևից ձվիկները երևան, ու բամբակը արդեն կբացեմ սիրուն, կլորիկ, այնպես անենք, որ բաց տեղեր չմնա, այս տոնին բոլորս էլ մեծ ուրախությամբ, ոգևորությամբ սպասում ենք, մանավանդ երեխա ժամանակ, շատ ենք սիրել այդ ձվի կռվածնելու, իրար հարվածելու արարողությունը, պահը, ով պարտվում էր, ձուն տալիս էին իրենց, այդ պարտվողը իր ձեռքի ձուն տալիս էր հաղթողին, ու այնքան ձու էինք հավաքում, և դեղնուցներն էինք շատ ուտում, նաև մի պահ էլ եկավ, որ տենց տարածված էր, կավե ձու կար, և կռվածնում խփում էին, նույնիսկ գլխի չէիր ընկնում, որ դա կավից է այդ
ձուն, ահա։ Բամբակը պետք է խոնավեցնեմ այն փչիկներից, որ տես ցնցուխի պես կար, ուրեմ դրել չեմ հիշում, էլի տեմույց էի պատվիրել, բայց դե խնդիր չի, այսպես Եվ սերմերը կցանեմ։ Եվ սերմերը կլցնեմ, ցանել չէ, ցանել չկա, կտավատ եմ ցանում։ Ու չասեմ ուրախությունով, ուրախ զատիկ, ժողովուրդը առողջ լինի, միշտ սենց ուրախալի տոներ լինի։ Ոսպել են հաճեցնում։ Այս կողքերով սիրուն լցնենք, որ կողքերից գեղեցիկ երևա։ Տեսնենք ինչ է լինելու։ Չիայի սերմեր էլ կարող ենք հաճեցնել։ Խիթը ինձ թվում է լավ կլինի։ Մի քիչ նորից ջրենք, որ լավ պահի։ Նստի բամբակը, որ սերմը հավասար պահի իրա վրան, որ չորա սերմի հատիկները չի մնում։ Այսպես թող նստի։ Սիրուն է։ Հուսանք լավ կլինի, չէ՞։ Պիսի շուտ ծլի աճի, ցելոֆանը թաղանթով պատում են։ Տեսնեմ ես գլխարկները կփակեն սրան։ Օ, ինչ լավ եղավ։ Տաք հոտ կպահի, ահա, հեսելա, տեմու։ Ամբողջը տեմու, ահա։ Ու ասեմ, ամեն օր պետք է մի փոքր ջուր ցողեմ, եթե խոնավ է, 2 օրը մեկ կարող ենք ջրել։ Դժվար բան չկար։ Ճիշտ է, խանութներում ամենուրեք վաճառքի համար կա։ Ցանում են, աճեցնում, վաճառում են, բայց դուք էլ ցանեք տանը, ամեն օր տեսեք, ջրեք, տեսեք ոնց են աճում, ինչ հետաքրքիր է, ուրախանում եք ծլերի վրա։ Եվ տանը, որ դուք ցանում եք, աճեցնում եք, ավելի լավ է։ Տարի է եղել, որ ես չեմ աճեցրել, բայց դե մեր դաշտերում, սարերում այնքան գեղեցիկ փունջը, տենց կանաչ խոտեր կան, միշտ բերել եմ արմատներով, տենց դրել եմ համանի մեջ, ջուր եմ լցրել, թարմը մնացել են, նույնիսկ ցորենից չեն տարբերվել։ Այս տարի էլ որոշեցի կտավատի սերմեր աճեցնել, վաղը տեսնեմ մի փոքրիկ ամանով էլ որոշել եմ չիայի սերմեր էլ ցանել, սա հարմար է, սիրուն, հավեսին haman. Այսպես սրանք էլ հավաքենք, այս առևտուրը շուկան այստեղից տոնավաճառը այստեղից տանեմ ու տեսնենք էլ ինչ ենք անում, իհարկե արդեն սնունդ պատրաստել են, կերել են, մերին փլավ էր պատրաստել, էլ ինչ էր պատրաստել, չգիտեմ, բայց դե պատրաստել կերել էին, ես էլ եկել եմ, նորից վազեցի պոշտա, շատ ուշ եմ եկել, հետ վերադառնալուն էլ որոշեցի տաքսիով չգալ, տաք լավ եղանակ էր, ոտքով, քայլելով, զրուցելով հասա
տուն առողջություն, բոլորիդ շատ սիրում եմ, շնորհակալություն ինձ աջակցելու համար։ Ձեր մի փոքրիկ պատվերը ինձ մեծ ոգևորություն է բերում եւ դուք կարող եք իրականացնել իմ տարիների երազանքը, որ ես ունենամ իմ խոտաբույսերի փոքրիկ բիզնեսը եւ հետաքրքիր ինչ որ նորամուծություններով, նոր խոտաբույսերի, բույսերի, մանավանդ որ մեր վայքի սարերը շատ հարուստ են վայրի բույսերի տեսականիով, դուք էլ տեսնեք, օգտվեք եւ ինչ անեք, օգտվեք եւ գնահատեք։ Եվ ինչ է ինձ մնում ասել, ես վայքում եմ, դուք էլ ինձ լայքում եք։